Արդեն երրորդ անգամն է, որ նման իրավիճակը մեկ եղավ փետրվարին, մեկ եղավ արդեն հունիսին, հիմա երրորդ անգամն է։ Սպասեցին ընտրությունները վերջացավ, նոր թափով սկսել են։ Ուրեմն հողակտորը, որ տեսնում եք, այս հատվածն է, իրանք ուզում են կատարել շինարարության հետ կապված արդեն իրանք նորմատիվային որոշակի խախտումներ են։ Մենք բոլոր գերատեսչություններին փորձել ենք դիմել, այսօր գրեթե բոլորիս նամակ ենք ստացել, բայց քաղաքաշինության պետական գլխավոր տեսչության նամակի համաձայն, պատասխանի համաձայն ասում են, որ փաստաթղթերը դեռևս պակաս են եւ նրանք իրավունք չունեն, որ այդպես մի շինարարական աշխատանք սկսեն։ Բայց այսօր մենք մի քանի ժամ առաջ տեսանք իրանք եկել են, որպեսզի փորձեն նշած սահմանը նշեն։ Ուղղակի միջամտեցի խանգարեցի, իրանք ոստիկանություն են կանչել, որպեսզի կարծես միջամտի ոստիկանություն, որպեսզի իրանք աշխատանքներին չխանգարեն։ Դրությունը գնալով լարվում է, ուղղակի կարծես մեր ձայնը լսելի չի դառնում պետական այրերին, որտեղ իրանք մտածում են, որ եթե որոշակի քաղաքականության մեջ են կարող են ամեն բան անել։ Փողը գրված է Արտուր Մարտիրոսյանի անունով, բանից պարզվում է հողի իրական տերը Ստեփանավանի նախկին դեպուտատի տղան է, որը փորձում է այդ կապերը հաստատելով ինչ-որ խնդիրներ լուծեն այսօր։ Չլսելով բազմաբնակարան շենքի բնակիչներին, իրանք ուզում են հասնել իրանց ուզածին, կառուցել ավտոլրացման կետ, որը կամ ավտովերանորոգման կետ դեռևս չգիտենք, որը մի նոր աղմուկով պիտի մեր հանգիստը խանգարի։ Եվ փակում է մեր լույսը, չգիտեմ, ցած իրավիճակը, մեր արձագանքները դեռևս արձագանք չեն գտնում։ Հիմա խնդրեմ, ոստիկանները ժամանում են, որպեսզի Ձեր վրա հարձակվել են, չէ՞ այսօր։ Այսօր փորձեցին քաշքշուկ եղավ այդ բանվորների հետ, որոնք ուզում են շարունակել աշխատանք, ես փորձեցի կուվալտից քաշել, եկել ցած փորձեց հրել, այդպես։ Իմ անունս Վարդան է, ասլամս կողմից։ Ստորագրը հավաք փորձել եք։ Այո, ամբողջ շենքը գրեթե ստորագրել է դիմումները, որոնք մենք ուղարկել ենք գրեթե բոլոր շենքի ստորագրությամբ։ Այս ծառերը բանը արդեն դուք նկարել եք խաներում։